ԱՄՆ-ն չի թույլատնելու պատժամիջոցները Ռուսաստանի դեմ եւ չի կնքելու որևէ համաձայնագիր, քանի դեռ Ուկրաինայում պատերազմը չի ավարտվել։ Այս մասին ասել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ ԱՄՆ-ն դադարեցրել է նախկին ԽՍՀՄ երկրների համար նախատեսված ժողովրդավարական նախագծերի դրամաշնորհները։ Համասը մերժել է հրադադարի առաջարկը։ Ըստ Իսրայելի առաջարկի նախատեսվում էր 6 շաբաթ տևողությամբ հրադադար, սակայն Համասը պետք է հրաժարվեր իր սպառազինությունից։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Թուրքիային Իրանի եւ ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններին աջակցելու համար։ Ռուսաստանի արտաքին գործերի ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով այն հարցին, որ Եվրամիությունը սպառնացել է մերժել Սերբիայի ԵՄ անդամ դառնալու գործընթացի մեկնարկը, եթե երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մասնակցի Մոսկվայում հաղթանակի օրվա շքերթին, այս գործընթացը անվանել է եվրանացիզմ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Սպիտակ տանը հանդիպել է քոլեջի ֆուտբոլի ազգային առաջնությանը հաղթող Օհայո նահանգի թիմի հետ։ Հանդիպման ընթացքում Վենսը փորձել է բարձրացնել մոտ 16 կիլոգրամ քաշով գավաթը, որը պատրաստված է ոսկուց, բրոնզից եւ չժանգոտվող պողպատից, սակայն նրա ձեռքից գավաթը ընկել է եւ կոտրվել։ Համացանցում հայտնվել է Ջոնի Դեփի առաջին կադրը հարբեցող քրեական թրիլերից, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին։ Սա Դեփի առաջին խոշոր դերն է իր անձնական կյանքի շրջադարձային փուլից Էմբեր Հերթի հետ ունեցած սկանդալային ամուսնալուծությունից հետո։ Վայլբերիսի ռուսական պահեստներում նկատվել են Հյուսիսային Կորեայից ժամանած հարյուրավոր աղջիկներ։ Ռուսաստանի Դաշնության Կիրովի շրջանի 16-ամյա դպրոցական աղջիկը, ով 3 անգամ շարունակ օգտագործել է վեյփ, սկսել է տևական հազ ունենալ։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Վեյփի պատճառով վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել նաև նրա ընկերը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպվել է փորձ, որի ժամանակ նրանք պատկերացրել են, թե ինչ կլինի, եթե նոր մահացու վիրուս սկսի տարածվել աշխարհում։ Չինաստանում գյուղատնտեսական ոլորտում ներդրվել է նոր սերնդի ավտոմատացված ռոբոտ G1 անունով, որը կիրառվում է վնասատուների դեմ պայքարի նպատակով։ Հնդկաստանի Գորախպուր քաղաքում տեղի է ունեցել գորտերի հարսանիք։ Տեղի բնակիչները հավատում են, որ գորտերի ամուսնությունը կարող է անձրև բերել երաշտից տուժած շրջաններին։ Ֆինլանդիայի Վասայի համալսարանի նոր ուսումնասիրությունը պարզել է, որ մսակերների բացասական վերաբերմունքը վեգանների նկատմամբ կարող է պայմանավորված լինել նախանձով։ Ամազոնի հիմնադիր Ջեֆ Բեզոսի հարսնացուն Լորեն Սանչեսը մինչև տիեզերք թռչել է, որոշ կոսմետիկ միջամտություններ հեռացրել էր, որպեսզի նվազեցնի այն ռիսկերը, որոնք կարող էին առաջանալ տիեզերքում։ Աշխարհի ամենատգեղ ձուկ տիտղոսին արժանանալուց ավելի քան 1 տասնամյակ անց Բլոբ ձուկը վերադարձել է եւ Նոր Զելանդիայում կրկին ստացել է տարվա ձուկ տիտղոսը։